Ապրիլի 2-ին 13-20 Glen-Oaks պողոտահասցեում գտնվող անուշ ռեստորանում highfighters.com կայքեջը կազմակերպել էր մարտեր առանց կանոնների հանդիպումների ուղիղ հեռարձակման երեկո։ Ինչպես հիմնադրվեց High-Fighters-ը եւ ինչպես կազմակերպվեց այս իրադարձությունը։ High-Fighters-ը շինեցինք, որովհետեւ շատ հայ գրվողներ կան, որ մեծամասնությունը մեր ժողովրդին չի ճանաչներ իրենց, այսինքն Արթուր Աբրահամը կա, Սուզի Քենտիկյանը կա, շատ ասոնք ախոյան են, չեմպիոն են աշխարհի եւ մարդ չէին գիտեր։ Ես իբր հայ քեշ սկացի, անոր համար ան վեբսայթը սարքեցի։ Հետո Գլենդելում երեք հատ որ այս տղակները գրվեին, որ Ռոմիկ, Մանվել եւ Կարոն հոստեղ մեծած դրակներ են, իրենք մեր սպորտը պետք ունին, իրենք պետք ունին, որ մեր ժողովուրդը իրենց հետևը գնան, որ ասոնգա չեմպիոնը լան։ Դժբախտաբար այսօր իրենց օրը չէր, բայց ուրիշ օրեր պիտի լան եւ վստահ եմ, որ անոնց մեկը չեմպիոն պիտի անպայման է։ Իրադարձությունը հեռարձակվում էր Քոլորադո նահանգից եւ արբանյակային կապի պատճառով կար 1 ժամվա ուշացում, սակայն դա չխանգարեց ավելի քան 270 հանդիսականներին վայելելու երեկոն։ Անցած չորեքշաբթի երեկոն այլ երեկոներից տարբերվում էր նրանով, որ մարտեր առանց կանոնների այդ օրվա մրցապայքարներում ընդգրկված էին 4 հայազգի մարտիկներ՝ Նորթ Հոլիվուդից Կարո Փարիսյանը եւ Ռոման Միտիչյանը, Հոլիվուդից Մանվել Գամբուրյանը, ինչպես նաեւ Բոստոնից մեր հայրենակից Քենի Ֆլորյանը։ Մինչ մարտերին անդրադառնալը հայտնեմ, որ ներկաների թվում կային հոլիվուդյան աստղեր եւ պրոֆեսիոնալ մարտիկներ տարբեր քաղաքներից։ Երեկոյին ներկա էր վերջերս նկարահանված մեր թվարկությունից առաջ 10,000 տարի վերնագրով կինոնկարի հերոսներից հայազգի Մարկո Խանյանը։ Դերս իբրև թե վատ մարդ էր եւ եթե իմ բանով ուզենամ ասեմ, կասեմ, որ մենք իբրև թե պարտիանող մեկերն էինք, կերակուրի եւ աղջկերքի հետևից ենք մանգալի, բայց չէ, կատակյոն։ Ճանապարհին էս դիլեյ անունով մեկը իր գիրլֆրենդի որ վերցում ենք, ջղանանում է գալիս է մեր հետևից, մեր պարտին բանանը փչացնում է։ Բրազիլցիները իրենց ջուջիցուն ունեն, մենք էլ մեր հայկական գոքորի եւ ուրիշ մեր տեխնիկներ ունենք։ Իսկ դուք ինքներդ փորձել եք երբևէ։ Ես փորձել եմ, այո, ես kickboxing, քիչմը grappling, տարբեր բաներ փորձել եմ, բայց երբեք բան չեմ եղել, այսինքն professional կամ tournament-ի բաների մեջ չեմ գնացել, այո։ Իսկ այժմ անմիջապես մարտերի մասին ամենասպասված մարտիկը ըստ հանդիսականների արձագանքների Նորթ Հոլիվուդից մարզիկ Կարո Փարիսյանն էր։ Ջյուդոից UFC տեղափոխված հայ մարտիկը հայտնի է իր հզոր նետումներով, սակայն բրազիլացի Տիագո Ալվեշի հետ պայքարում նույնիսկ դա չօգնեց։ Առաջին ստուգողական շրջանից հետո մարտիկներն անցան գրոհների եւ դրանցից մեկից հետո բոլոր ներկաների հոգոցը Կարոյի դեմքին առաջացրեց հայկական դժգոհություն։ Կարոն պարտվեց եւ մերոն գրանցեցին մեկ պարտություն։ Հայտնեմ, որ ըմբշամարտիկ եւ ջյուդոիստ Ռոման Միտիչյանը պարտվել է երկրորդ շրջանում, ավելացնելով մեր պարտությունների թիվը։ Իսկ ջյուդոյում եւ ջիu-ջիuցիում վարպետ Մանվել Գամբուրյանը հաղթանակ էր տարել, հույս տալով հավասարեցնել ընդհանուր հաշիվը հայերեն դեմ մնացած աշխարհի։ Իսկ այժմ մի քանի կարծիքներ մրցամարտերի մասին։ Նախ Muay Thai մարտավոճի մարտիկ Շան Յակոբյանը մեր մարտիկների մասին։ I do Muay Thai and I'm here to support my fellow Armenian fighters out here. Oh, they all have great chances. Even Caro had a great chance, but that fight was stopped very prematurely. That's what I believe. Իսկ ինչ կասի kickboxing-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Peter Cunningham-ը։ How do you support Armenian fighters? I do. I train Sean Yakubian, one of the top fighters in the world as a kickboxer. And I've been with Sean since he was a kid, 14 years of age. And he's a grown man now at 29, 30 years of age. And looking forward to Sean taking a world title possibly before the year is out. Have you ever fought with Armenian? No, I don't believe I have. I've trained with Armenian fighters here in America. I went over to Europe and Japan and Thailand and fought the fighters from overseas. But I suppose I've always been in an Armenian camp working with Armenian fighters. UFC, I think, as good as anybody else's chances. What you need is a heart, skill, and strong conviction. I think that sums up most of the Armenian guys that I know. Հանդիսականների կազմում կային նաև գեղեցիկ, սակայն ոչ թույլ սեռի ներկայացուցիչներ, օրինակ kickboxing-ի աշխարհի եռակի չեմպիոն Ժանետ Ագարակյանը։ Հայկական գրվողները we always միշտ support կնենք, որով մենք ալ հայ ենք անշուշտ եւ գուզենք, որ միշտ իրենք առաջին ելեն եւ they're always on top, you know, to be on top, որով մենք նույն ցավով գիտենք իրենց training-ի style-ը եւ նույն mentality-ն ունենք, so 100% 100% իրենց support կնենք։ Շատ մրցումներում մեջ մասնակցած եմ,
3 անգամ աշխարհային ախոյան եմ Լաս Վեգասի մեջ գրված եմ։ Իսկ վերջում իրադարձության գլխավոր կազմակերպիչ Ջորջ Գորյանի կարծիքը։ Կա մի հատ highfighters.com, որ website կա, որ բոլոր հայ կռվողներ այսօրվա մեջը դրվում է եւ երբ կռվավ ով հաղթեց, ով չհաղթեց, տեղեկություններ են ստանում դրանից։ Ես համարյա բոլոր գնում եմ, բոլոր Վանեսի մրցումներին, թեկուզ Լաս Վեգաս որ կռվում են տղաները, այս մի հատը որ Լաս Վեգասում չէ, դրա համար որոշեցինք ստե անենք։